We're in the series on revival. Արթնություն թեման ենք։ I just want to share the testimony of my experience with the School of Christ Ես over ուզում եմ these years. կիսվել այն վկայությամբ իմ փորձառությունը, որ ես ունեցել եմ Քրիստոսի դպրոցում, We've experienced revival in many different ways. ու շատ տարբեր ճանապարհներով փորձառել զգացել ենք արթնությունը։ In the mid-90s, 90s 90s. 90-ականներին, when the wall fell and we were able to go into Russia, ու երբ որ արդեն կարող էին գնալ Ռուսաստան, we experienced just a continual flow of people coming to the Lord. տեսնում ենք այդ շարունակական հոսքը, որ մարդիկ անընդհատ գալիս էին դեպի Տիրոջը։ I was spending 2 months in the country, going home and coming back for Մի 2. երկու ամիս մնում էի այդ երկրում, հետո տուն էի գնում, նորից վերադառնում էի, But every service, someone was coming to the Lord. ու ամեն ծառայության ինչ որ մեկը գալիս էր Տիրոջը։ There would be over that 2-month period of time just 100 people, maybe even 150 Երկու people. ամսվա ընթացքում 100 կամ անգամ 100-ից ավել մարդիկ էին գալիս Տիրոջը։ The church wasn't always able to incorporate them and bring them in. Եկեղեցին միշտ գործում էր այդ համակարգում, բերում էր նրանց դեպի եկեղեցի։ But there was a real move of the Holy Ու Spirit Սուրբ Հոգու իրական շարժը կար այդտեղ։ that brought conviction. Հանդիմանություն կար։ We saw people from all stratas of that society. Տեսնում ենք որ տարբեր տեղերից այդ համայնքի գալիս էին մարդիկ։ I preached one day to a Russian general who came into the church. Ռուս գեներալին էի մի օր քարոզում, եկել էր ծառայության։ He came to the ministry. Yeah, he came to Եկել the էր church. ծառայության։ And it was an amazing thing as he prayed about his involvement in Afghanistan. Ու նաև աղոթում էր ինքը այդ Աֆղանստանի այդ գործերի մեջ ներգրաված էր այդ մարդը։ And it had impacted him so much he was seeking God. Ու իրան շատ էր հպվել այդ քարոզը, ինքը փնտրում էր Տիրոջը։ So there's those little revivals where it is just a slow, steady pace. Ու այդպես արթնությունը իր հոսքով առաջ էր գնում։ Where we'd see a miracle here or there. Այստեղ այնտեղ տեսնում էինք հրաշքներ, We saw some demons casted. նաև տեսնում ենք որ մարդիկ ազատագրվում էին դևերից, But more of just a steady flow of the conviction and the moving of the Holy ու Spirit. նաև Սուրբ Հոգու հանդիմանությունն էր շարունակաբար լինում։ We saw this in many different places. Շատ տարբեր վայրերում սա տեսնում էինք։ Okay. One time, in 2000, I began working in China. 2000 թվականին արդեն սկսեցի ծառայել Չինաստանում։ And I could only go a couple of months or 1 month at a time. Մենակ մի ամսով էի կարողանում գնալ այնտեղ, Visas are restricted. որովհետև վիզան շատ խիստ էր այնտեղ։ So we'd go in and minister in 3 different places. Գնում ենք այնտեղ 3 տարբեր վայրերում ծառայում էինք, And then go home, հետո գնում ենք տուն, come back later. նորից վերադառնում էինք And ավելի so ուշ։ I asked Pastor Clinton, and I said, Ու հով քլենդերներին հարցնում էի. is there anywhere I can go in Russia? Ցանկացած տեղ Ռուսաստան կարող եմ գնալ, So he told me a place where he had been invited but couldn't go. ու ինքը ինձ ասում էր գնամ այն վայրը, որտեղ իրան հրավիրել են, բայց ինքը չէր կարողանում գնալ։ So I went there to Ու ես hold գնում եմ այդ տեղերը։ what was really my first School of Christ by myself in Russia. Ու առաջին անգամ որ ես հենց ինքս եղել եմ Քրիստոսի դպրոցում, այսինքն սովորեցրել եմ, եղել է հենց Ռուսաստանում։ Now we were doing 10 days. That's all 10 we օր did. էինք այդ just 10 days. ժամանականում։ About like this, a couple of weeks long. Մոտավորապես էսպես մի քանի օրվա But տարբերություն։ we were based in the church. Ու հիմնում բայց հիմնականում անում ենք եկեղեցում։ We had school during the day. Օրվա ընթացքում դպրոցն էր, The evening service was the series on the Holy Spirit. ու երեկոյան ծառայությունը լինում էր արդեն Սուրբ Հոգու հետ կապված։ And after a few days, the house մի was քանի օր just filled with people every Անց night. այդ տունը ամեն երեկո մարդկանցով լի էր լինում, լցվում էր մարդկանցով։ Coming to the altar, coming to Գալիս էին Christ. խորանի առաջ, Քրիստոսին էին գալիս։ And I said to the pastor, Ու ես հովին ասում I էի. said, you've got such a wonderful church. Դու ունես շատ հրաշալի եկեղեցի։ Here they're coming every night, filling the Ամեն house. երեկո գալիս էին, լցվում էին տանը։ 150, almost 200 people. 150, գրեթե 200 հոգի լինում էր այդտեղ։ He said to me, Ու ինձ ասում էր. I don't know who these people are. Բայց ես չեմ ճանաչում ես մարդկանց, չգիտեմ ովքեր են։ They've just come. Ուղղակի եկել են։ They said the Holy Spirit just brought them. Ուղղակի Սուրբ Հոգին նրանց բերել է։ They don't know why they're here.
God just brought Ես չգիտեմ ովքեր են, Աստված է իրենց բերել։ many of them come to Christ, Շատերը գալիս baptized in էին the Holy Քրիստոսին, Spirit, Սուրբ Հոգով մկրտվում էին, and it set off a wave for a couple of years in that ու region. այդպես այդ շրջանում մի քանի տարի այդպես եղավ։ New churches were planted. Նոր եկեղեցիներ էին հիմնվում, The churches grew and այդ եկեղեցին enlarged. աճեց, մեծացավ, We're able to build new buildings. And արդեն նոր շենքի կարիք կար։ just a wonderful that the School of Christ served as an explosion. Ու Քրիստոսի դպրոցը այսպես ասած մեզ պայթունի նման եղավ։ It just began something Ու ինչ որ մի բան սկսվեց այդտեղ։ that had further repercussions down the line. Ու այդպես շարունակ մի որոշ ժամանակ տևեց։ We ministered in China for a long time. Երկար ժամանակ ծառայել ենք Չինաստանում, Bible schools, աստվածաշնչյան դպրոցներ ենք youth այդտեղ ունեցել, conferences, երիտասարդական կոնֆերանսներ, training schools that again more իրենց կրթելու, սորացնելու ինչ որ դպրոցներ, young people in the early 20s, երիտասարդներ իրենց այդ 20 maybe տարեկան from հասակում, 15 to 25. 15-ից 25 տարեկան հասակում, And then God began to bring us into ministers' conferences. գալիս էին նաև Աստված բերում է նրանց այդ տեսակ ծառայությունների կոնֆերանսներին, And we got that invitation from the far north ու հյուսային մասից հրավերք ստացանք։ and Ինչ այն է։ in China. Yeah. Չինաստանի հյուսային մասից հրավերք ստացանք։ It was one of our former students. Մեր նախկին ուսանողներից էր։ He was organizing the regional conference. Ինքը այդ շրջանի հետ կապված կոնֆերանս էր կազմակերպել He had been in one of the early schools. ու շատ շուտ այդ դպրոցներից մեկում սովորել էր։ And he went to the far north of northeast China Գնացել էր հյուսային Չինաստան, and started a church. այնտեղ հիմնել եկեղեցի։ God caused him to be a leader over a Աստված number of նրան churches. առաջնորդել էր լինելու առաջնորդ այդտեղ, տարել էր առաջնորդելու He had a եկեղեցիները։ conference with there were 120 people there. Ու կոնֆերանս էր կազմակերպել, որտեղ կային 120 մարդիկ։ There were 60 churches represented. 60 եկեղեցիներից մարդիկ էին հավաքվել։ And so he invited us. Ու նա մեզ հրավիրեց այդտեղ, He was saying no one else will come speak to us. He ու ինքը ասեց մեզ ոչ մեկ չի գալի մեզ մոտ խոսելու, asked his Chinese brothers, ու խնդրել էր չինացի եղբայրներին, too far, too cold, we don't want to go. կամ ասել են շատ հեռու է, կամ շատ ցուրտ է, չենք ուզում գալ։ So Andre and I went, Ես եւ Անդրեյը գնացինք, and it was only scheduled for 3 days. գրաֆիկը 3 օր էր այդ We got կոնֆերանսի։ in there the night before. Մի օր շուտ գնացինք այնտեղ, նախորդ գիշեր։ And the first thing they asked us, Ու առաջին բանը, որ նրանք մեզ ասացին, the main leaders of this group, այդ առաջնորդը այդ խմբի was, do you know anything about the Holy Spirit? ասում են ինչ որ բան գիտես Սուրբ Հոգու մասին։ They ask you։ Իրենց հարցում են Սուրբ Հոգու մասին ինչ որ բան գիտեք։ And they said, oh yes, we know. Ասացինք այո, գիտենք Սուրբ Հոգու մասին։ And they said, we have a theology, Ու ասացին մենք ունենք մի այդ աստվածաբանություն, but we have no practice. բայց չենք պրակտիկա գործնականում չենք ունեցել։ No gifts of the Holy Spirit, Սուրբ Հոգու պարգևներ չենք no գործում, speaking in tongues. լեզուներով չենք խոսում։ We know there is a Holy Spirit, Գիտենք մենակ որ Սուրբ Հոգին կա, but we have no evidence of that. բայց ոնց որ փաստեր չունենք դրա։ And so we immediately prayed for them to receive the Holy Spirit. Ու մենք միանգամից աղոթեցինք դրանց համար, որ ընդունեն Սուրբ Հոգին We were in a hotel room, հյուրանոցի համարում, and there were, I would say 5 to 7. I can't remember exactly, but լավ չեմ հիշում, բայց մոտավորապես մի 5-7 հոգի։ we prayed with them for quite a while, Որոշակի ժամանակ աղոթեցինք նրանց and համար, it was very hard to break through. ու այդ ճեղքումը շատ դժվար էր գալիս։ The Chinese are very humble people, Չինացիները առասակ շատ խոնար մարդիկ են, respectful, հարգալից, but when they pray, բայց երբ որ աղոթում են, especially if they're going to be prayed for, հատկապես երբ որ իրենց համար պետք է աղոթեն, they'll kneel on the floor իրենք ծնկի են գալիս, and then bow their heads, խոնարհում են իրենց գլուխը, and we'd pray and pray and pray. մենք And այդպես աղոթում ենք, we just never could. The Holy Spirit just would not come. ու Սուրբ Հոգին չէր գալիս։ There was just restriction. Կար ինչ որ մեծ խանգարող բան կար։ So the Holy Spirit, I believe, as the Holy Spirit spoke to me Ես հավատում որ Սուրբ Հոգին էր որ խոսեց ինձ հետ, and told them to ու ասաց stand, նրանց կանգնելու, lift your hands կանգնեն ու down. իրենց ձեռքերը լայն բացեն։ Holy Spirit is a gift. Սուրբ Հոգին պարգև է։ We're receiving that gift. Պարգևը պետք է այդպես ընդունենք։ And to
gaze upward. If you're going to gaze upward, close your eyes. We don't care. Պետք է հայացքդ ուղես դեպի այդ մաս։ Get into a position to receive. Ոնց որ այդ ընդունելու դիրքը ընդունես։ And that was the key. Ու դա այդ բանալին էր։ Very simple instruction. Շատ པարզ հրահանգ էր էս։ But as we prayed for them, Ու երբ որ մենք աղոթեցինք նրանց համար, just one by one, they received the Holy մեկ առ մեկ Spirit. սկսեցին ընդունել Սուրբ Speak Հոգին։ in tongues. It was a Լեզուներով beautiful moment. խոսեցին, շատ beautiful time. գեղեցիկ պահեր, ժամանակ էր։ Well, we really went up there. We didn't know what we were going to preach on. We had the School of Christ, and Մենք գնացել ենք, We're gonna երբ որ preach. գնացինք Չինաստան, չգիտենք որ այդտեղ պետք է քարոզենք, մենք Քրիստոսի դպրոցն we ունենք։ spent 2.5 days preaching on the 2.5 Holy օր Spirit. այդտեղ Սուրբ Հոգու մասին քարոզեցինք։ And then on the last day, Ու հետո վերջին օրը we were going to pray for that group to receive the Holy աղոթեցինք Spirit. խմբի համար, որպեսզի խումբը ընդունի Սուրբ Հոգուն։ And Brother Andre, my Russian Եղբայր Անդրեյը partner, իմ ռուս գործընկերը։ we were talking about how we were going to do it. Խոսում ենք ոնց պետք է դա անենք, What, ինչպես պետք է what անենք, did God want from us? ինչ է Աստված մեզանից ուզում։ And I asked him, he speaks Chinese. Անդրեյ։ Andre Քանի speaks որ Անդրեյը Chinese. չինարեն գիտեր, ինք խոսում էր չինարեն, He uses an interpreter, a translator to preach, but he could speak. ինքը ճիշտ է, թարգմանչի օգնությամբ էր խոսում, բայց կարողանում էր չինարեն But խոսել։ I asked him to give them Oh. the instructions. You Ու know, իրան խնդրեցի, որ ինչ որ հրահանգներ տա ժողովրդին, lift your hands, որ look to բարձրացնեն heaven. իրենց ձեռքերը, նայեն դեպի Holy երկինք, Spirit is a gift. Սուրբ Հոգին պարգև է, You նվեր է, have to speak, ու պետք է խոսես, yield your voice. քո ձայնը բարձրացնես։ And he didn't want to do that. He didn't, He didn't want to do that. բայց Անդրեյը չէր ուզում դա He said, անել։ my Chinese is not good enough. I really can't do Ասում էր, that. այդ չինարենս այդքան էլ լավ չի, չեմ կարող անել։ And I just told him, Ու ուղղակի իրեն ասեցի. I said, this is the very reason we have come here. Ահա պատճառը, որ մենք եկել ենք այստեղ, հենց սա է պատճառը։ I understood we were sent of God Ես հասկանում եմ, որ մենք ուղարկված ենք Աստծո կողմից։ to that little church Այդ փոքր in the եկեղեցին, far north of China այս Չինաստանի հյուսիսային to մասում pray for these people to receive աղոթելու the այս Holy Spirit. մարդկանց համար, որ ընդունեն Սուրբ Հոգուն։ And that God sent us here for this purpose. That's Աստված it. այս նպատակի համար է մեզ այստեղ ուղարկել, սա է ընդամենը։ And so he said, yes, I'll do Ինքը that. ասեց, այո, ես կանեմ դա։ I don't know what he said, but he got up and talked for 10, Չգիտեմ ինչ 15 էր ասում, minutes. բայց մի 15 րոպե խոսեց, It was good. ամեն ինչ լավ Turned it էր։ back to me and Շրջվեց ինձ, everyone stood. We բոլորը lifted այդ our ժամանակ hands to կանգնեցին heaven. իրենց ձեռքերը, բարձեցին դեպի երկինք, And I just welcomed the Holy ու ես Spirit. ընդունեցի Սուրբ Հոգուն։ It այդ is, վայրի մեջ։ it is by far the most powerful moving of the Holy Spirit I've ever been a part of. Դա Սուրբ Հոգու զորավոր ներկայության մի մաս է, որ ես երբևէ տեսել էի։ Because in one voice they all spoke in tongues as the Spirit gave them the ability. Ու Հոգին նրանց տվեց ունակություն եւ բոլորը սկսեցին խոսել լեզուներով։ There was just a wave of the Holy Spirit Սուրբ that Հոգու ալիքն էր hit այդտեղ։ me in the front of that auditorium. Ու Okay? ինձ էլ հպվեց այդ ալիքը Սուրբ We're Հոգու։ going to pray for the next 2 hours. 2 ժամ, hաջորդ 2 ժամեր People are աղոթեցին։ going to be healed. Մարդիկ բժշկվում էին, I mean, the lives are going to be changed. կյանքեր էր փոխվում այդտեղ։ And from that, Այդ պահից remember there's 60 churches represented. հիշենք, որ 60 եկեղեցիներից ներկայացուցիչներ կար։ But when they went home, Ու երբ գնացին տուն, they were able to share, իրենք հնարավորություն ունեին կիսվելու արդեն։ and that church would receive the Holy Spirit. Այդ եկեղեցիներում էլ Սուրբ Հոգին ընդունեցին։ People were calling their relatives on the phone, Մարդիկ զանգում էին իրենց բարեկամներին and people were getting saved, baptized in the Holy Spirit over the ու phone. հերախոսի չերես ոնց որ հերախոս մկրտվում էին ու սփրկվում էին։ One woman said, I was talking to my relative, and Նրանցից մեկն ասում էր, խոսում էի բարեկամիս հետ, I prayed with her to receive Christ. աղոթում էի, որ նա Քրիստոսին ընդունի։ She says, hold on, wait. Այդ կին ասես՝ մի րոպե սպասի։ She goes and throws out all her idols. Այդ You know, they've ինչքան got little, կուրքեր կարտունը գնաց ու դուրս հանեց։ threw them all out. Now I want the Այն Holy ասեց, այ Spirit. հիմա ուզում եմ Սուրբ Հոգին։ It was an amazing thing. Սա զարմանալի երևույթ էր։ But I returned home. Ես վերադարձա տուն, Brother Andre stayed in Northeast China. հովիվ Անդրեյը մնաց հյուսիսային Չինաստանում But for the next 4 years, ու հաջորդ 4 տարիներին everywhere we went, it was ուր exactly the որ same. գնում ենք նույն բաներ տեղ ունենում։ 30 people here, 60 people here. 30 մարդիկ, 60 300 մարդիկ, there. 300-ն այնտեղ։ Everywhere we went, Ուր էլ որ գնում էինք, the Holy Spirit was poured out. Սուրբ Հոգին հեղվում էր այդտեղ, People were թափվում էր։ saved and
Մարդիկ healed. փրկվում էին, բժշկվում էին։ And it was it is by far the greatest move of God I've been Դա a part Աստծո of. Okay? ամենամեծ շարժն էր, ու ես ընդամենը դրա մի մասն էի կազմում։ I got deported in 2013. I got deported from China. Ինքը I was 13 barred թվին from դեպորտ եղավ Չինաստանից, I- 2013, 2013. I couldn't go back. ու չկարողացա էլ հետ վերադառնալ։ Part of it was, God was moving so powerfully. Աստված հզոր կերպով շարժվում էր այդտեղ։ The church got a little careless, Ավելի անհոգ էր եկեղեցին ավելի շատ, and we got exposed to the government, and ու այսպեսով կառավարությունը մեզ their բացահայտեց։ religious police shut me down. Didn't shut anyone else down, but just me. Ու հենց իրեն դրա այդ ժամանակ այդ արդյունքով իրեն դեպորտ արեցին։ Andre and I had split up that trip. Ու առանձին ենք այդ ժամանակ ես ու Անդրեյը, He was in a different city, I ինքը was ուրիշ քաղաքում էր, ես ուրիշ, different group, and ուրիշ խմբի հետ։ I got in trouble. He didn't. Ինքը խնդրի մեջ էր, բայց ես այդ ժամանակ այդ խնդրի առաջ կանգնեցի։ Eventually, they're gonna pressure him so Andre. much that he Չնայած will, ինքը շատ ճնշումների տակ ընկավ Անդրեյը, we haven't had a school of Christ in probably 10 years 10 տարի չունեցան Քրիստոսի դպրոց այնտեղ։ officially from us. Մեզանից կոնկրետ չեղավ այդ The դպրոցը։ Chinese are still teaching, Չինացիներ իրենց մեջ շարունակում էին still սովորեցնել, sharing the message. падգամով կիսվել, But just a few years ago, բայց մի քանի տարի առաջ in 2019, 2019-ին he was able to go back in and make contact with one of the lead pastors. he went back to He went China. back to China. Ինքը Անդրեյը վերադարձավ Չինաստան ու այդ առաջնորդներից մեկի հետ կապ հաստատեց։ Made contact with one of the lead pastors. Առաջնորդողներից մեկի հետ կոնտակտի մեջ And the pastor could not come and see him. It was too dangerous to շատ վտանգավոր էր ու հովիվը չէր կարող գնալ Անդրեյին տեսնել։ travel to see him and maybe be associated with him. Չէր կարող գնալ ու իր հետ կապի մեջ մտնել։ But his wife and some of the Բայց- women of the church came. Կինը ու եկեղեցուց որոշ կանայք So he asked them that all important question. գնացին to ask to Անդրեյ, He- Անդրեյին no, Andre asked these women, Անդրեյ այդ կնոջը մի քանի կարևոր հարցեր տվեց։ tell me what Ասու happened to the Անդրեյն ասաց, revival. ասա ինչ տեղ ունեցավ այդ արթնության հետ, ինչ եղավ ձեզ մոտ։ Now, this is 10 years later. 10 տարի անց այդ դեպքից։ And she said, Ու oh, ինքը ասաց, the revival continues. արթնությունը շարունակվում է։ We're still seeing people saved and baptized in Շարունակում the ենք Holy տեսնել ոնց են մարդիկ մկրտվում, փրկվում։ We live in an area of the country where Երկրի այն տարածքում ենք մենք ապրում, the որ authorities have given us permission իշխանությունը մեզ թույլտվություն ա to տվել, preach the gospel. որ ավետարանը քարոզենք այդ տարածքում։ We can't go anywhere else. Ուրիշ տեղ չեն կարող We գնալ, have to stay in our դրա համար region. պետք է մեր շրջանում But մնանք, they see the work that we're doing, ու նրանք տեսնում են այն գործերը, որ մենք ենք անում։ and they are pleased with the results of the changed life. Ու իրենք այդ իրանց դուր ա գալիս այդ փոփոխված կյանքերի արդյունքը, ոնց են մարդիկ փոխվում։ Now that's true revival, Սա է ճշմարիտ արթնությունը, led of the Holy Spirit of God, որ առաջնորդվում են Աստծո հոգով, continuing perhaps even to today because we don't know. կարող է միջև հիմա շարունակում արթնությունը, ես չգիտեմ։ But I can tell you that even 10 years later, Բայց կարող եմ ասել, որ անգամ 10 տարի անց there was still a move of God Աստծո in that շարժը area of the country. կա այդտեղ։ I remember before the Ես Holy Spirit fell, Հիշում եմ, որ միջև Սուրբ Հոգու այդ հեղումը, թափումը կլիներ, one of the missionaries of within our group, մեր խմբի միսիոներներից մեկը, not in the School of Christ, but ոչ թե Քրիստոսի դպրոցի, այլ my church, իմ եկեղեցու միսիոներներից had մեկը, moved from Shanghai in the south to the Շանհայից north. դեպի հյուսային մաս էր տեղափոխվել։ And we asked him, why did you Ու move? հարցրեցինք, ինչու գնացիր, He says, well, տեղափոխվեցիր։ there's a prophecy. Ասաց կար Somebody's մարգարեություն had a կար, vision ինչ որ մեկը տեսիլք էր of the տեսել, fire falling on northeast China. որ Չինաստան հյուսային մասում կրակ պիտի թափվի։ And we were a part of that. Ու մենք էլ գնացինք ու դրա մասը Matter of fact, կազմեցինք։ we were the spark Այդ կայծը տվեցինք։ that set that thing aflame. Ու այդ կրակը բոցի եղավ։ And we just rejoice that God was Ու able նրանք to ցնծում էին, որ Աստված allow us to do that. թույլ տվեց մեզ այդ ամենը անելու։ Amen. Ամեն։ This is the potential Սա է այդ պոտենցիալը, of revival. արթնության պոտենցիալը։ I would love to see churches say to me, Կուզենամ, որ տեսնեմ, որ եկեղեցիներն ասեն ինձ, people are being saved մարդիկ everywhere. փրկվում են, People are being saved everywhere. մարդիկ փրկվում են։ Just a slow march.
այդ շարժը տեսնեինք։ from family to family, Ընտանիքից ընտանիք, individual. անհատներից անհատ, There is that continual որ working of the այդ Holy Spirit. շարունակական աշխատանքը Սուրբ Հոգու այդ գործը լիներ։ I would love to hear the experience that we had in China as well. Լսել այն փորձառությունը, որ մենք ունեցանք Չինաստանում, An outpouring of the Holy Spirit that would ոնց է Սուրբ Հոգին թափվում be մարդկանց վրա։ accompanied with great signs and wonders. Ու մեծ հրաշքներ ու նշաններ տեսնել։ But we need to pray for Բայց մենք դրա revival. համար արթնության համար պետք է աղոթենք։ I hope we can inspire you to believe Ես հուսամ, որ մենք կարող ենք այնպես անել, որ դուք havատաք։ that God Ոգեշնչենք ձեզ, որ հավատանք, desires որ Աստծո revival, փափագը դե արթնությունը։ Աստծո փափագում է, որ արթնություն գա։ desires to pour out His Spirit Փափագում է, որ իր հոգին թափի մարդկանց right վրա։ here Այստեղ to use your church, օգտագործելու ձեր use եկեղեցին, your life ձեր կյանքերը, to spark something, ինչ-որ մի բան կայծ to տալու։ set the country aflame by the Holy Ու Spirit. Սուրբ Հոգու այդ կրակը երկրի վրա թափի։ Amen. Ամեն։ Amen. It's possible. Սա հնարավոր է։ Don't get too excited though. Too excited։ They're looking not too excited yet. Ոնց այդքան ոգևաշ երևում։ It's just the last day of the school. Yeah, that's the last day. Everyone's tired. Everyone's tired. One of the things that we did see, Didn't։ mi Բաներից մեկը, որ մենք տեսել ենք, as the Holy Spirit is poured out, որ Սուրբ Հոգին թափվում է, we also saw նաև տեսել ենք, որ kind of the counterattack of the enemy. թշնամու ինչ որ հարցակում, Because many of the leaders որտեղ առաջնորդներից շատերը are just attacked by the enemy. թշնամու կողմից հարցակման տակ են եղել, There's a lot of pride that comes in. շատ հպարտություն է եկել, There's competition. մրցակցություն մարդկանց մեջ, There's a sense of we can do anything, զգացողություն, որ կարող ենք ինչ ուզենք անել, ցանկացած բան կարող ենք անել, ignoring the wisdom of ու God. անտեսելով Աստծո իմաստությունը, As I said, I would be deported. And ինչպես արդեն ասացի, որ ես դեպորտ եղա, it's a great miracle for an American to be able to go back and forth to China for 13 դա years. մեծ, այսպես ասած, երազանք է, որ ամերիկացին կարող է 13 տարի գնալ ու գալ Չինաստան։ Okay. I had talked to people who did similar work. Ես խոսել եմ այն մարդկանց հետ, ովքեր նմանատիպ աշխատանք են կատարել, Usually took the government 2-3 years or բայց less կառավարությունից 2-3 տարի է պահանջվել կամ ավելի քիչ, to figure out who you որ were and what you հասկանաս were doing. ինչի ես դու այստեղ գալի, ինչ ես դու անում։ So 13 years is a long time. Այսպեսով 13 տարին, որ ես գնաց եկել եմ, լավ երկար ժամանակ է։ And so I rejoice at that. Ես I ուրախացա դրանով, accept that as God's will. ընդունեցի, որ դա Աստծո կամքն է, But I also know that բայց նաև գիտեմ, որ it was a result of arrogance that just said, it doesn't matter what the government thinks. We're going to do this. նաև ոնց որ հպարտության մի բան էր, որ դասում ենք դե ինձ հետաքրքիր չի կառավարությունը ինչ է անում։ All the time they're being watched. Իրանք ամեն ժամանակ հետևել են, They've got spies in the church. ոնց որ լրտեսել են եկեղեցիներում։ And so there's some wisdom that has to be Դրա համար պետք է exercised. իմաստություն ունենաս այդ հարցում։ I saw Chinese pastors again Ես տեսել եմ ոնց են նորից շինացի հովիները who would take that attitude այս տեսակ վերաբերմունք ունեցել։ and then face persecution. Ու հետո առերեսվել են հարացանքներին։ Some of them would go to jail for a while. Ոմանք որոշ ժամանակով բանտ են նստել, Some of them would flee. ոմանք ուղակի փախչել են, But some, if not most, if not all of that, որոշները, եթե ոչ բոլորը, is a result of temptation, փորձության արդյունք են հանդիսացել, of not dealing with the moving of the Holy Spirit որ Սուրբ Հոգու շարժին չեն հետևել, in a wise fashion. իմաստությամբ վարվելով։ Okay. There's a lot of God did a lot of good things, and there's a lot Աստված շատ of լավ people who did բաներ են not արել get ու շատ բարի գործեր են արել մարդիկ կան, որ դրան չեն հասել, who did not get ովքեր չեն ստացել sucked up into the persecution or the ու եղել են the այդ հարացանքների մեջ, So դժվարությունների I'm going to մեջ։ share just quickly Շատ կարճ կուզենամ կիսվել a message on temptation. գայթակղության թեմայով, գայթակղություն թեման։ We're going to turn to Matthew chapter 4, Կարդանք Մատթեոս 4-րդ գլուխ,
And we want to read that story of Jesus. Հիսուսի պատմությունը կկարդանք։ And it's just chapter 4, verse 4 through 11. Մատթեոս 4, 4-ից 11։ Բայց նա պատասխանեց եւ ասաց. գրված է, մարդ ոչ միայն հացով է ապրում, այլ ամեն մի խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Այն ժամանակ Սատանան Հիսուսին տարավ Սուրբ քաղաքը եւ նրան կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա եւ ասաց նրան. եթե դու Աստծո որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետեւ գրված է, թե իր հրեշտակներին պատվիրելու է քեզ համար, որ իրենց ձեռքերի վրա կրեն քեզ, որպեսզի երբեք ոտքդ քարի չխփես։ Հիսուսը պատասխանեց նրան. գրված է նաեւ, թե քո Տեր Աստծուն չպիտի փորձես։ Կրկին Սատանան Հիսուսին հանեց մի խիստ բարձր լեռան գագաթը եւ նրան ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը եւ նրան ասաց. այս ամենը քեզ կտամ, եթե ընկնես եւ ինձ երկրպագես։ Այդ պատճառով Հիսուսը նրան ասաց. հեռացիր Սատանա, որովհետեւ գրված է. քո Տեր Աստծուն միայն պիտի պաշտես եւ միայն նրան ծառայես։ Այն ժամանակ Սատանան նրանից հեռացավ եւ ահա հրեշտակները եկան եւ ծառայում էին նրան։ Temptation is a part of the Christian life. Գայթակղությունները կամ փորձությունները քրիստոնյայի կյանքի մի մաս են կազմում։ Satan's going to come against you. Սատանան կգա ձեր առաջ, Especially, I believe, after a wonderful spiritual experience that we have ու here. հատկապես այս հրաշալի հոգևոր փորձառությունից, որ մենք այստեղ ունենում ենք։ Again, I expect that attack to come. Ես այնպես է սպասում եմ, որ այդ փորձությունը կամ գայթակղությունը կգա։ I anticipate it. Ես դրա մասը կկազմեմ։ As I said, I've seen it in so many schools. Ինչպես so many արդեն schools. ասացի, տեսել եմ, եղել եմ շատ դպրոցներում, տեսել եմ։ But God allows this temptation in Բայց our life Աստված այս տեսակ փորձությունները թույլ է տալիս մեր կյանքում, որ լինի։ in order to bring stability and strength to our Որպեսզի spiritual character. ստաբիլությունը բերի մեր կյանքի մեջ։ Temptation will help us to Փորձությունը օգնում է overcome մեզ the Satan's strategy against us. հաղթահարելու սատանայի ռազմավարությունը մեր դեմ։ If we can overcome Եթե that, մենք կարողանանք հաղթահարել, then again our character is stabilized, is given strength. մեր բնավորությունը ավելի կուժեղանա։ In this story that we read, Ու այս պատմությունը, որ մենք we կարդացինք, recognize that temptation comes against vulnerable points of our lives. ու հասկացանք, որ հենց այս փորձությունը գալիս է մեր կյանքերի այդ ժամանակ, հենց մեր կյանքերի մեջ։ The very first thing you notice, Jesus has fasted 40 days. Առաջին բանը, որ մենք տեսնում ենք, այստեղ որ Հիսուսը 40 օր ծոմի մեջ էր, He's hungry. սոված էր։ So what is the first thing Satan does? Առաջին բան ինչ ասեց Սատանան։ Oh, if you're the son of God, here's Եթե Աստծո որդի ես, turn those ասա to թո bread. քարերը հաց դառնա։ Because he's hungry. It hits Որովհետև at that Հիսուսը vulnerable point. սոված էր ու այդ խոցելի տեղն էր։ Perhaps it questions the promises of God as he will, Չնայած որ այդ ասած հարցերը Աստծո խոստումունքն էր, that God is going to protect որ him and Աստված watch over կպաշտպանի him. քեզ ու դրա համար այդ փորձությունը գալիս է մեր խոցելի տեղի վրա։ Or perhaps it is as the desires of his heart Ու միգուցե դա իր սրտի փափագն էր, to have the kingdoms of this earth. որ ունենար այս երկրի թակավորությունը։ Look out over all this. Ասում էր նայիր այս ամբողջ աշխարհին։ All you have to do is worship me and they'll be yours. Եթե ինձ երկրպագես քոնը կլինի։ I see that Satan comes against us in at least those three areas that Jesus shows us. Okay? Ու տեսնում ենք որ Սատանան ոնց որ Հիսուսին այս երեք դաշտերում, այս ոլորտներում ինքը եկավ Հիսուսի մոտ, նույնն էլ մեզ հետ է անում։ Okay. So we recognize some of the strategies that the enemy has. Հասկանում ենք Սատանայի որոշ ռազմավարություններ։ Don't be surprised if you're tempted. Մի անակնկալի մի արի, եթե դու փորձվես։ Okay, it's going to happen when you leave here. Այստեղից երբ որ գնաս, հնարավոր է որ դու ունենաս այդ փորձությունները։ This is part of the spiritual battle that we're a Սա part of. հոգևոր պատերազմի մի մասն է, որի մեջ մենք ենք նայել։ We are tested with every instinct of our soul, our body. Մեր մարմնով, շնչով, ամեն ինչով մենք կարող ենք փորձվել։ So we recognize that the thing that Jesus does to overcome Հասկանում ենք, որ պետք է այդ ամենը հաղթահարենք Հիսուսով։ is that he comes with a very effective, powerful no. 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 He Renounce means it. Satan. That's how Սատանան he- գալիս է ու մենք պետք է այդ զորավոր ու էֆեկտիվ այդ ոչ ունենանք։ There is a rejection, Կամ մերժում, a renouncing forcefully, որ պետք է դու հրճակես, որ դու հրաժարվում ես դրանից, no questions. What's It's not going to happen. ոչ մի հարցեր, ոչ մի կասկածներ չպետք է լինեն։
Jesus used the word of God. Հիսուսն օգտագործեց այդ ժամանակ հենց Աստծո խոսքը։ And I believe it's wisdom for us Ես հավատում որ սա մեզ համար իմաստություն պետք է լինի, that any attack, որ ցանկացած հարցակում, every attack be answered յուրաքանչյուր հարցակում through a principle of the word of God պետք է պատասխանվի Աստծո խոսքի իմաստությամբ or a verse of scripture that կամ comes from the word. աստվածաշնչյան համարները, որ կգա այդ ժամանակ ձեր մտքին։ We must stand upon the word of God Մենք պետք է կանգնենք Աստծո խոսքի մեջ, as that's what Jesus does որը նաև Հիսուսն արեց, to overcome. որպեսզի You հաղթահարի։ shall not live by bread alone. Չպետք է միայն հացով ապրես։ This is what God has said. Ահա ինչ ասաց Աստված։ This is the command that He's Սա given. պատվեր է, որ նա տվեց, You will not worship God and Him alone. որ միայն Աստծուն պետք է երկրպագես։ Every time He's standing upon something that God has said in His word. Նա հենց այսպես է խոսում, ինչպես Աստված իր խոսքում ասել է։ Temptation always brings us to that choice. Փորձությունը միշտ մեզ ընտրություն է տալիս, Will I stay in myself, please myself, որ արդյոք ես կմնամ ու ինձ կհաճեցնեմ, or will I stay in թե God? ես Աստծո կողմը կլինեմ Will I trust Him? ու կվստահեմ նրան։ Will I follow His Ես instructions? կհետևեմ նրա հրահանգներին, թե ոչ։ Adam had that choice. Ադամն ուներ այդ ընտրությունը։ You eat of this tree, God Կամ said, Աստված ասաց կուտես այս սառից, you're going to die. այդ ժամանակը մահանաս։ In that same garden, there is that tree of life. Նույն պարտեզում կար նաև կյանքի ծառը, կենաց ծառը։ He has a choice. Ինքը ընտրություն ուներ։ I can either do what God has allowed me to do, Կամ ես պետք է անեմ այն ինչ որ Աստված է ինձ թույլ տալիս որ անեմ, or կամ I can do something that would please myself. կանեմ մի բան, որը ինձ է հաճեցնում։ Satan tempted Eve. Սատանան փորձեց Եվային, They made the wrong choice. սխալ ընտրություն կատարեցին, And it's always that way in our lives. ու միշտ էլ այդպես է մեր կյանքում։ Satan's temptation of Jesus Սատանան փորձեց Հիսուսին, was trying to get him to act independent of his father. փորձեց այնպես անել, որ Հիսուսը հորից անկախ գործի։ He attacks that most vulnerable point. Նա խոցելի տեղին կպավ, He says to Jesus, are you going to ասաց make your own decision? այնպես արեց, որ Հիսուսը իր սեփական You're որոշումը going to please կայացնի, yourself? որ ինքն իրեն հաճեցնի։ Or are you going to stay in God? Այդպես կարին նա, թե կմնա Աստծո Are մեջ, you going to please the Father? թե կհաճեցնի հորը։ We have to recognize, Դրա համար մենք պետք է հասկանանք։ I think God works in different ways in Կարծեմ our Աստված lives. մեր կյանքում տարբեր ձևերով է գործում։ He's going to give us some strategy, some Նա verse of կտա մեզ scripture որոշ ռազմավարության գծեր կամ ինչ-որ համարներ, that will give us strength to be որ able մեզ to stand. կզորացնեն այդ ժամանակ, որովհետեւ մենք կանգուն մնանք։ Just to be able to shout in the face of the enemy. Ուղղակի որ կարողանանք այսպես ասած աղաղակել թշնամու երեսին։ I am a new creature in Ես Christ. Քրիստոսի մեջ նոր արարած եմ։ Old things have passed away Հին բաներն անցել են and all things have become new. ու ամեն բան նոր եղավ։ Anytime Satan wants to drag us back. Ու ամեն անգամ որ սատանան փորձում մեզ հետ տանել, No, I don't have to go back. ոչ, ես չպետք է հետ գնամ։ I am a new creature in Ես նոր Christ. արարած եմ Քրիստոսում։ We must find that, and I think through prayer Ու and մենք պետք է and սա գտնենք the study of the աղոթքի մեջ, word, we խոսքը can find կարդանք, it. ուսումնասիրենք ու գտնենք դա։ In these moments of victory, Հաղթության այս տեսակ ժամանակներում the joy of the Lord becomes our Տիրոջ strength. ուրախությունը դառնում է մեր զորությունը։ We have to recognize Ու պետք է հասկանանք, that this process որ այս process, այս ընթացքը sometimes is overwhelming. Okay? երբեմն չեն կարողանում հաղթահարել։ Satan comes Սատանան գալիս է, and we think, I can't resist. I can't. մտածում ենք չեմ կարողանա դիմադրել։ I always fail at this point. Միշտ ձախողում եմ այս կետի վրա։ Understand what God is asking you to do is not to overcome the sin. Հասկանանք, որ Աստված ոչ միայն ասում է, ոչ թե ասում է, որ մենք հաղթահարենք մեղքը, He's asking you to make a choice, խնդրում է, որ մենք ընտրություն կատարենք, դա է նրա կամքը, to stand up with God. որ Աստծո հետ կանգնենք, նրա կողմը լինենք, If I make that choice, որ եթե ես այդ որոշումը կայացրեցի, then God will give հետո me the strength. Աստված կտա ինձ զորություն, ուժ։ Too many times, Շատ անգամներ okay, people have come, I can't help myself. I can't help մարդիկ գալիս myself. են ասում են, «Էլ չեմ կարող, էլ Every չեմ time կարող»։ every time I fail. Ամեն անգամ նույն բային գալիս ու ցախողում եմ։ Have you made a choice? Այդ որոշում կայացրել ես։ I can't make a choice. Չեմ կարող որոշում I'm կայացնեմ։ addicted. I'm this. Կախված եմ այդ can't- ամեն ինչից։ No, temptation brings us to a choice. Ոչ, փորձությունը մեզ ընտրության հնարավորություն է տալիս, բերում Will է I follow God or please Ես myself?
ասուն կհետևեմ, թե ինձ And կհաճեցնեմ։ if we make that choice, Ու եթե մենք որոշումը կայացնում the ենք, Holy Spirit comes Սուրբ Հոգին է գալիս and gives to us the strength to ու overcome. մեզ ուժ է տալիս, որովհետեւ մենք այդ ամենին հաղթահարենք։ I think the story of the three Hebrew children illustrate this. Ես այդ երեք եբրայցի այդ ընկերների պատմությունը, երբ որ ձեզ ցույց տվեցի, If we ասացի, see this as a temptation, եթե մենք սա որպես փորձություն տեսնենք, they know the law. իրանք գիտեին You do օրենքը, not worship an idol. որ չպիտի կուրքերին երկրպագեն, պաշտեն։ But Nebuchadnezzar says, Բայց Նաբուկոդոնոսորն ասաց. if you want to save your life, you'll Եթե bow. ուզում ես կյանքդ խնայել, ուրեմն պետք է խոնարհվես։ If you're thinking about yourself, Եթե մտածես, God wouldn't really care, would he? դա Would he Աստված care? այդ Maybe I'll կանել just go չի, have that. յա մեկ պետք չի իրան, կարամ խոնարհվեմ։ Maybe no one will notice. Միգուցե ոչ մեկը չնկատի ինչ արեցի, But they're really called into that choice because բայց իրենք այդ ընտրությունը արեցին, someone sees them. որովհետև ինչ որ մեկը տեսնում էր։ And they say the same thing I just said to you. Ու իրենք ասեցին այն, ինչ որ ես ձեզ They ասացի։ said, Ասացին, we don't know Մենք if չգիտենք, God's going to save us. Աստված կփրկի մեզ։ We don't have the strength Չունենք ուժ to overcome հաղթահարելու the fire. այդ կրակը։ The fire will consume us. Կրակը կսպառի մեզ։ There is no strength, Մենք չունենք այդ ուժը, but they can make a choice. բայց կարողացան որոշում կայացնել։ We're not going to bow. Մենք չենք խոնարհվելու։ And when they said that, Ու երբ որ դա ասացին, God comes to their aid. Աստված եկավ When այդտեղ։ they make their choice, Երբ որ որոշում God կայացրեցին, comes to their aid. Աստված եկավ He նրանց walks կողմը։ with them in that fire. Ու այդ կրակի մեջ նրանց հետ քայլեց։ And I like to see that God comes to us and walks with us in our Ու struggles. Աստված այդ մեր պայքարների մեջ գալիս ու մեզ հետ քայլում է։ Every time as we walk with God, Ամեն անգամ երբ որ մենք քայլում ենք Աստծո հետ, we're brought into that choice. բերում ենք այդ ընտրությունը։ If I choose God, Եթե ես ընտրեմ Աստծուն, you cannot fail. չեմ ձախողվի։ The Holy Spirit will be your strength. Սուրբ Հոգին ձեր զորությունը ուժը կլինի։ He will build that strength into your life. Ու այդ ուժը կկառուցի ձեր մեջ, ձեր Satan կյանքի will move մեջ։ on to the next temptation. Ու Սատանան արդեն կանցնի հաջորդ փորձությանը։ He's always looking for something to Ինքը bother you միշտ մի with. բան փնտրում է անելու։ But we've overcome. Բայց մենք կհաղթահարենք։ And we know these temptations, James says, comes from our own lives. Հակոբոսն ասում է, որ այդ փորձությունները գալիս են մեր կյանքերի մեջ։ Okay. James chapter 1, Հակոբոս առաջին գլուխ, verses 12 through 15. Հակոբոս առաջին 12-ից 15։ Երանելի է այն մարդը, որ դիմանում է փորձություններին, քանի որ եթե փորձվելուց հետո ընտիր համարվի, ստանալու է կենաց պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ Չլինի թե որևէ մեկը փորձության մեջ գտնվելով ասի. Աստծո կողմից են փորձվում, քանի որ Աստված շարով չի փորձվում, ոչ էլ ինքն է որևէ մեկին փորձում։ Սակայն յուրաքանչյուրը փորձվում է իր ցանկություններից հրապուրվելով ու խաբվելով։ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում եւ կատարված մեղքը մահ է ծնում։ James states it a little differently than the way I have presented it. Հակոբոսն այստեղ մի ուրիշ տեսանկյունից ներկայացրեց, քան He որ says ես։ temptation comes from our own desire. Ասում է, որ փորձությունը գալիս է մեր ցանկություններից, I just tell you that our temptations come from our vulnerable points, okay? ու այդ մեր խոցելի տեղն է գալիս փորձությունը։ Jesus didn't have any desires that were wrong, Հիսուսը չուներ ոչ մի փափագ, որ մենք սխալվենք, but he had some weak points. բայց նաև ուներ թույլ կետեր այդ He's ժամանակ։ hungry. Սոված էր։ Okay? He's been prophesied that he would be King of Kings and Lord of Lords. Ինքը ուներ մարգարեություն, որ պետք է լինի թագավորների թագավորն ու տերերի տերը։ All the kingdoms of the earth are going to Որ be երկրի his. վրա ամեն թագավորություն իրենը կլինի։ And Satan says you don't have to go to the cross. Սատանան ասես պարտադիր չի որ խաչի վրա գնաս։ Why go to the cross? Ինչի խաչի գնաս։ Why suffer and die for this Ինչու Jesus? տանջվես ու մահանաս։ Just bow and worship. Ուղղակի խոնարհվի ու երկրպագի։ Okay? Now that Jesus is presented with something that was not his desire, but it was a vulnerable point. Դա Հիսուսի փափագը չէր, բայց խոսելի տեղ էր It համարվում was the այդ ժամանակ։ promise of God that he had received Աստծո խոստում ուներ, որ ինքը Աստծուց խոստացել էր։ that is in his heart. Ու իր սրտում կար դա։ Okay, so we recognize that we walk with God. Մենք հասկանում ենք, որ քայլում ենք Աստծո հետ, And as we walk with God, ու երբ որ մենք քայլում ենք Աստծո we հետ, face those temptations. այս տեսակ փորձությունների առաջ We կկանգնենք։ stand with him. Պետք է կանգնենք նրա հետ, He helps us to ու նա overcome. կօգնի մեզ, Աստված կօգնի մեզ, որպեսզի մենք We հաղթահարենք։ recognize that temptation is going to come. Մենք հասկանում ենք, որ փորձություններ կգան, Those vulnerable points.
Այդ խոցերի տեղերը կլինեն։ those desires that are within us. Այդ ցանկությունները, որ մեր մեջ են։ Jesus taught us to pray, lead us not into Jesus- temptation. Հիսուսն ասաց, որ մենք պետք է աղոթենք այդ So ամենին։ none of us want to be led into temptation. Բնականաբար մեզանից ոչ մեկ չի ուզում տարվի փորձության։ Jesus was led into temptation by the Holy Spirit. Հիսուսը Սուրբ Հոգով տարվավ այդ անապատ այդ փորձությանը։ So we're praying not to be led into temptation. Ու մենք աղոթում ենք ոչ թե տանեն, որ մեզ գնանք դեպի փորձություն, But we have to also understand այլ այլ պետք է հասկանանք, that it is a place where we can see the victory of God in our որ դա life. մի վայր է, որ մենք կարող ենք Աստծո հաղթությունը մեր կյանքում տեսնել։ In these temptations, we can see the Այս power of God. փորձության մեջ Աստծո զորությունը կարող ենք We can տեսնել։ see the love of God. For Աստծո us. սերը մեզ համար կարող ենք We can տեսնել։ experience Ու կարող ենք փորձառել, the զգալ Holy Spirit's power in Սուրբ our Հոգու lives. զորությունը մեր կյանքերում։ We're going to face this enemy. Ու մենք կառնչվենք այս ճշտամուն։ We need to develop that strategy of Մենք victory պետք է to այդ overcome. հաղթությունը, այդ ստրատեգիան հաղթահարենք, We recognize, okay, Մենք հասկանում temptation ենք- is not sin. որ փորձությունը մեղք չէ։ To have the thought Միտք ունեցար, is not sin. մեղք չէ։ Jesus was tempted 3 times. Հիսուսը 3 անգամ փորձվեց, There's no sin in that. բայց մեղք չկար այդտեղ։ Okay. He might have thought about that bread just for a second. Կարող է մի պահ մտածել է հացի մասին։ Ooh, bread. I haven't eaten in 40 days. Դե 40 օր հաց չէր կերել։ Maybe. Միգուցե, But no. His decision is made. բայց ոչ, նա որոշում կայացրեց։ He declares that statement. Ու հռչակեց այդ Man does not live by bread խոստումը, alone. որ մարդ ոչ միայն հացով կապրի։ So temptation is not sin. Այսինքն փորձությունը ինքնին մեղք չէ։ And I think sometimes Satan tells us that it is. Երբեմն սատանան մեզ կարող է ասել, որ փորձությունը մեղք է։ Look at what you're thinking. Տես ինչ ես մտածում։ You're not really following God. Դու իրական չես հետևում Աստծուն։ You're still in sin. Դեռ մեղքի մեջ ես։ He comes to condemn. Նա գալիս է դատապարտելու, He's put the thought there in the first place. ու այդ մտքերը դնում է առաջին տեղում, He has orchestrated this work, ու այս գործերն է ստեղծում, brought us into this մեզ temptation, տանում է դեպի այդ փորձությունը, and then condemns us for that ու thought հետո էլ դրա համար մեզ դատապարտում այդ or մտքի that համար, desire. որ ինչ որ ցանկություն ունեցան։ I have to understand it is not sin. Ես պետք է հասկանամ, որ այդ փորձությունը մեղք չէ։ The longer I entertain that temptation, though, Ինչքան այդ փորձության մեջ մնամ, the greater potential that it այնքան becomes մեծ sin. պոտենցիալ կա, որ այդ փորձությունը հետո կարա դառնա մեղք։ If I continue Եթե ես շարունակեմ to look at that bread, նայելու Look այդ at that հացին story. օրինակ, այդ քարին նայեմ, oh, if I just stand around and gaze at that stone, կարող եմ կանգնել օրինակ ու շադիր նայեմ այդ քարին։ sooner or later, Ու վաղ թե ուշ այդ ժամանակ I'm going to reach down and pick it up. ես կգնամ ու կվերցնեմ դա։ There's the no. Պետք է այդ The բան չեն renouncing. լինի։ No, I Մենք will մերժենք, որ ոչ, ես In չեմ the անում։ name of Jesus, Հիսուսի անունով I live by every word that comes from ես the mouth of ապրում եմ God. Աստծո բերանից եկած ամեն մի խոսքով։ Amen. Ամեն։ Amen. Well, let's pray. Father,